ժամանակը պիտի կրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջի ասում։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորհուրդ է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Okay, cheers. Հալույս էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, այսօրը հիանալի օր է եւ մենք նորից միասին ենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը Arm Gospel Radio-ի ալիքով եւ նաեւ Facebook-յան ալիքով։ Մեզ այսօր միացել է մեր սիրելի Հակոբ Գուլեսերյան եղբայրը, որ ուրեմն Աբովյանի մկրտական Աստվածաշնչի եկեղեցու հովիվն է։ Հակոբ եղբայր, բարի եկեք, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը։ Բարի տեսանք։ Շնորհակալ եմ եղբայր Աբրահամ այս հրավերի համար։ Սիրելիներ, գողջունենք ձեզ այս առավոտյան եւ ուրախ եմ, որ իրարու հետ մի աստվածաշնչյան սերտողության արիթ ենք ունենալու։ Աստվածը շատ օրհն է։ Եթե հիշեք անցած անգամ, ուրեմն մեր վերջին հանդիպումին Հակոբ եղբայրը ուրեմն խոսած հայտնության գրքի 7 եկեղեցիների ընդհանուր պատկերի մասին, տիրոջ պատգամը, իր կապվածությունը եկեղեցիների ուղղված պատգամի այդ ընդհանուր բովանդակությունը շատ, ասեմ, շատ հետաքրքիր եւ կարեւոր թեմա է եւ հիմա մենք ունենանք մի քանի եթերներ հետագայում նաեւ որ առանձին եկեղեցիների վերաբերյալ պետքա խոսա մեր Հակոբ եղբայրը եւ պատգամը կոնկրետ ուղղված եկեղեցուն այսօր Եփեսոսի եկեղեցու մասն է եւ հատուկ շեշտ եք դնելու քո առաջվա սերը թողեցիրի վրա։ Այո, Աստված արած սիրելիներ, ցեզի պիտի ներկայացնենք հայտնություն Հովանու քրքին մեջ հիշված 7 եկեղեցիներն առաջին եկեղեցու պատգամը, որ Տեր Հիսուս Քրիստոս ինք Եփեսոսի եկեղեցու ասած քո առաջվան սերը թողուցիր։ Պիտի փորձենք տեսնել այդ օրվա Եփեսոսի եկեղեցու իրավիճակը համեմատելով այսօր մեր անձնական եւ եկեղեցական հոգեվոր կյանքին հետ։ Շատ հետաքրքիր անցնելու, այնպես որ մնացեք մեր հետ։ Իսկ հիմա մի երգ եմ պատրաստել մեր սիրելի Հակոբ եղբայր առաջարկով։ Եկեք ըմբոշխնենք այս երգը եւ հետո նորից միանանք եւ շարունակենք մեր եթերը։ Այս երգը Վենատան եկեղեցու երգչախումբի կատարմամբ Արտուր Աղեքյան եղբայրն է երգում, հոգեվոր այսպես խոնարհվում եմ, չէ՞, այդպես է երգի վերնագիրը։ Եկեք ըմբոշխնենք, հետո նորից միանանք։ Ամեն, Հիսուսի անունով։ Հանձնում եմ քեզ մոտեցում ինձ Տեր քեզ ավելի ծարավ եմ ես քեզ ծարավ եմ ես քեզ խոնարհվում
Պարտիլոչը հրաշալի երգեր, շնորհակալ եմ այս երգերի Խնդրեմ, որ առաջարկեցիք Հակոբ եղբայր, սիրելի բարեկամներ, ինչպես ասեցի, ուզում եմ նորից կրկնեմ, որ մեր հյուրն է եւ նրանք ովքեր նոր միացան, որ ճանաչեն մեր հյուրին, Հակոբ եղբայրը, որ Աբովյանի ուրեմն հեսա մի րոպե գրել եմ մոտ կարդամ ավելի ճիշտ է Աբովյանի Աստվածաշնչի եկեղեցու հովիվն է Հակոբ եղբայր կրկին շնորհակալ եմ որ Խնդրեմ եղբայր եւ սիրով լսում ենք քեզ Ողջ կեցիր Նորից ողջունում ենք ձեզ սիրելիներ Հայտնություն Հովաննու երկրորդ գլխուն Սկիզբում մենք կգարտանք հետևյալը Բատկամ Եփեսոսի եկեղեցու Եվ Աստուծո օգնությամբ այսօր խորհրդակցական մեթոդով պիտի փորձենք նայել այս եկեղեցու որում մեջ Հիսուս Քրիստոս շեշտադրված կերպով այս եկեղեցին գհորթորե կբադվիրե եւ գսե աբաշխարե քանզի քու առաջվան սերդ թողածես եկեք հատվածը գարտանք սիրելիներ Հայտնություն Հովաննու երկրորդ գլխուն առաջի 7 համարները Եփեսոսի մեջ եղած եկեղեցին հրեշտակին քրե Այսպես կսե անիգա որ իր աջ ցերքի մեջ 7 ասղեր ունի ու 7 ոսկեղեն աշտանակներու մեջ կբդդի Գիտեմ քու կորձերդ եւ քու աշխատությունդ ու քու համբերությունդ եւ որ չարերուն չես կրնար դանիլ ու փորձեցիր զանոնք որոնք կսեն թե իրենք արաքյալ են ու չեն եւ կդար թե սդախոսեն համբերություն ունենալով նեղություն գրեցիր իմ անվանս համար ու չթուլցար բայց քեզի դեմ փամը ունիմ քու առաջվան սերը ցկեցիր այսինքն թողուցիր միտքդ բեր հիմա ուրգե որ ինգար ու աբաշխար է եւ քու առաջվան կորձերդ ըրե եթե ոչ շուտով պիտի կամ քեզի ու քու աշտանագդ իր դեղեն պիտի շարժեմ եթե չաբաշխարես բայց ասիգա ունիս որ Նիգողոսյան կորձերը գադես որոնք ես ալ գադեմ ան որ ագանչ ունի թող լսե թե հոգին ինչ կսե եկեղեցիներուն ան որ գահախտե անոր ուդել պիտի դամ գենած ծարեն որ Աստուծո թրախտին մեջն է Աստուծո օգնությամբ սիրելիներ հերթական գերբով ժամանակի ընթացքին պիտի փորձենք ասյոթը եկեղեցիները ներկայացնել եւ մեր անձերը պիտի համեմատենք աս եկեղեցիներուն ուղված պատկամներով 7 եկեղեցիները կսկսին Եփեսոսի եկեղեցվո պատկամով Եփեսոսի եկեղեցին ասյոթ եկեղեցիներուն մեջ միակն է որ մենք կտեսնենք աս եկեղեցվո ենթահողը բատմագանը նոր գդագարանի էջերում օրինակ Սարտիգեի եկեղեցին, Իզմիրնայի եկեղեցին, սրանց մասին մի բան չենք գտներ նոր գդագարանի մեջ, բայց Եփեսոսի մասին շատ եւ հրաշալի եւ օրհնյալ ենթահողը եւ բատմագանը ներկա է։ Կորց Արաքելոս 19-րդ գլուխով մենք կսկսենք ծանոթանալ Եփեսոսի եկեղեցվո, որ այդ քաղաքը այցելած էին հավատացյալներ, ավետարանիչներ, ավետարանած էին եւ Եփեսոսի մեջ արդեն աշակերտներ քոյություն ունեին։ Իրենց կմիանա ծառայելու Աբողոս, որ չերմերանտ հոգի ուներ, Սուրբ հոգիով լեցված, հզոր քարոզիչ էր։ Մենք կտեսնենք, որ Եփեսոսի մեջ Բրիսկիղա եւ Ագյուղաս իրենց դունը բացած էին եկեղեցական ծառայության եւ իրենց այցելող արաքյալները ավետարանիչները գտնունեին, ապա կտեսնենք, որ Եփեսոս քաղաքը այցելած է Բողոս արաքյալ եւ Աբակայում այս եկեղեցվո հովիվը նշանակված է Դիմեթիոս, որուն անունով երկու նամակներ կան Բողոս արաքյալի կողմանը։
Կորց արաքելոցի մեջ մենք կտեսնենք, թե Բողոս արաքյալ այս եկեղեցվո մեջ ծառայած է 3 տարիներ։ Այնպես կհասկացվի, թե Բողոս արաքյալի արաքելական ծառայության մեջ ինքը ամենաերկար ժամանակը հատկացուցած է, մնացած է Եփեսոսի քաղաքին կամ ավելի ճիշտ է եկեղեցվո մեջ։ Եվ ապա նոր գդագարանենք իմանանք, որ Բողոս արաքյալ իր ամենասիրելի աշակերտին գահանցնե Եփեսոսի եկեղեցվո հովիվությունը, Տիմոթեոսի։ որբեսի եկեղեցվո ծառայությունը կոյադևե հավատարմությամբ այս քաղաքին մեջ։ Եթե ընդհանուր ակնարկը նետենք այս եկեղեցվո, սիրելիներ մենք կտեսնենք, թե այս եկեղեցին ուներ հզոր աստվածաբանական գիտություն, որովհետև Բողոս արաքյալ եւ հրաժեշտ տվավ Եփեսոսի եւ քնած շարունակելու իր արաքելությունը արևելյան Եվրոպայի մեջ, ապա իր ուղերձը ղրգեց Եփեսոսի եկեղեցվո, որ մենք կգոչենք այսօր Բողոսի թուղթար Եփեսացիս։ Եփեսացիս ուղերձին առաջին 3 գլուխները շատ հստակ եւ խորհուրդ աստվածաբանական թեմա է։ Այո։ Որ մեր փրկությունը աստվածային նախասահմանությամբ, կանխագիտությամբ այս աշխարհի ստեղծագործութենեն առաջ որոշված է, կներկայացնե մեզի փրկության մեղքերու քավության վարդապետությունը, որ այդ Հիսուս Քրիստոսով է, կներկայացնե մեզի Սուրբ Հոգի Աստուծո գնիկը մեր փրկության վրա եւ անոր ներկայությունը մեր կյանքի մեջ, աստվածաբանական հիմքերը այս ուղերձեն գուկա եւ այս ուղերձը առաջին անգամ ուղարկվեցավ Եփեսոսի եկեղեցվո։ Ունեին աստվածաբանական խորհուրդ գիտություն եւ Եփեսոսի եկեղեցին գվայլեր քրիստոնեական գենցաղավարության հիմքերը։ Եփեսացիս ուղերձին երկրորդ բաժինը 4-5-6 գլուխները արաքյալը մեզի գխոսի Եփեսոսին խոսած է քրիստոնեական գենցաղավարության մասին, որ մենք մեր հին մարդը հակուստի նման մեր վրային հանելու ենք, գցելու ենք եւ հակվելու ենք նորը Քրիստոսի հակուստը բատմուջանը մեզ ստեղծող փրկչի նման ապրելու արտարությամբ եւ սրբությամբ։ Եկեղեցական գենցաղավարություն, ամուսնական կյանքի գենցաղավարություն, փոխհարաբերությունից աշխարհի մեջ մեկ խոսքով հարուստ գիտություն, ուղղություն ունեին, որ մեր վարք ու փառքը աս աշխարհի մեջ որպես քրիստոնյաներ ինչպես ըլլալու է։ Արավել աս եկեղեցին ուներ շատ հզոր հովվապանական գիտություն, որ եկեղեցվո հովիվին կյանքը եւ ծառայությունը եւ փոխհարաբերությունը եկեղեցվո մեջ ինչպես ըլլալու է։ Եվ այս մեկը իրենք ունեին Բողոս արաքյալի ղրգած ուղերձը Դիմեթիոսի իր աշակերտին, որբեսի Դիմեթիոս գիտնար, թե Աստուծո դանը մեջ ինչպես պիտի բդդի, ինչպես պիտի շարժի։ Այսինքն այս եկեղեցին սիրելիներ ուներ աստվածաբանություն, գիտեր քրիստոսաբանության, քրիստոնեության վարք ու փառքի ճշմարտությունները բادվերը եւ ուներ հզոր եկեղեցաբանական սկզբունքներ ծառայության մեջ։ Երբ որ Բողոս արաքյալ Եփեսացիներուն իր ուղերձը ուղարկեց, նոր գդագարանեն հասկանանք, թե արդեն իրենք ունեին ավելի քան 40 տարվա եկեղեցական կյանք։ Եթե հայտնություն Հովաննուն հասած է 92-94 թվականին, 50-55 թվականներուն շատ 60 չի գրնարելալ, արդեն Եփեսացիս եկեղեցին քոյություն ուներ եւ իր ծառայությունը գբերեր։ Իմ
սերդողության ընթացքին մտքիս մեջ սիրելիներ հարց մծակեցավ, որ մասնավոր վիճելի հարց մը չէ, բայց խորհուրդ է միտք ունենք ինչու առաջին եկեղեցին թրված է Եփեսոսը։ Հիմա 7 եկեղեցիներու շարքը կա։ Ինչու առաջինը Այսինքն պատահական չի։ Ես ըստ ինձի կամ աստվածաշնչյան լույսով եթե նայելու ըլան, այո, պատահական չէ, ավելի ճիշտ կլա ասելու թիդումնավոր է։ Շեշտադրված կերպով է։ Շատ հավանաբար սիրելիներ, առաջին փորձությունը եւ մարդահրավերը, որ եկեղեցվո հովիվը եւ եկեղեցվո անդամները, մենք հավատացյալներս գթիմագայենք, կամ գտնվենք փորձության արջև, այն է, որ երբ կսկսի մեր սերը Քրիստոսի եւ եկեղեցվո հանդեպ թույլնալ, դգարանալ, ժամանակի ընթացքին մեր սերը գրնա աճիլ եւ Բողոս Արաքյալ ասիգա իր Եփեսացիս նամակին 3-րդ գլխում մեջ իր աղոթքով մեզ կներկայացնե եւ նաեւ գրնա դգարանալ եւ թույլնալ։ Ես այսպես կխորիմ սիրելիներ։ Երբ մեր սերը սկսի թույլնալ, բաղիլ Քրիստոսի եւ իր եկեղեցու հանդեպ, այս կնշանակե, որ մենք սկսած ենք փնտրել, փափակել նաեւ մի ուրիշ բան։ Մեր սիրտը, մեր միտքը, մեր զգացումները ոնց որ սկսած է իր հետ ունենալ զուգահեռ ուրիշ փափակ կամ ուրիշ ցանկություն։ Այսինքն Քրիստոսի սերը փոխարինվում է ուրիշ բանի հետ։ Կարելի է փոխարինվի ուրիշ բան կսկսի մրցակցել Քրիստոսի սերեն բացիլ եւ անոր երթալ։ Այո, եղբայր, համաձայն։ Այստեղ մենք Հակոբ եղբայր տեսնում ենք իր հաջողությունների մասին ասկզբից խոսում նոր հետո սերը։ Այսինքն հաջողություններ, այո, եւ բայց սերը պակաս է։ Այո։ Կարող է այդպես բան լինի։ Այո, եղբայր։ Հոգեվոր հաջողությունների մասին։ Հոգեվոր հմտությունը հզոր է Փարքաստուծո եղբայր եւ դա տեսնելու ենք այսօրվա մեր խորհրդածության մեջ։ Մենք պիտի նայենք 7 եկեղեցիներուն մեկ առ մեկ եւ առաջինը Եփեսոսի եկեղեցին է սիրելիներ։ Բայց երբ որ մենք կփորձենք դիտել այս 7 եկեղեցիներուն ընդհանուր մեծ պատկերը 7-ն մեկ տաբլոյի մեջ դիտել։ Սիրելիներ, այս 7 եկեղեցիները կներկայացնեն աշխարհի վրա Քրիստոսի եկեղեցվո պատկերը։ Մենք այսպես կամ այնպես այս 7 եկեղեցիներեն մեկուն շատ նման ենք։ Եկեղեցին ինչպիսի փորձություններ, ինչպիսի մարդահրավերներ, ինչպիսի ծառայություններ ունի կամ գտիմագայ է, մենք այս 7-ի մեջ կտեսնենք։ Այսինքն ասել գուզեմ թե 8-րդի մասին չմտածենք։ Մենք այս 7-ն մեկուն շատ գտնենք, մենք մեզ գտնենք, որովհետև այս 7 եկեղեցիները մենք որքան լավ ճանչնանք, այնքան կսկսենք լավ ճանչնալ եւ տեսնել մեր եկեղեցական եւ անձնական հոգեվոր կյանքը, ծառայությունը եւ մեր վիճակը։ Հիմա Հիսուս ինչպես ներկայացավ այս եկեղեցվո։ Արդեն եղբայրը մեր հերարցակման սկիզբում ասեց, որ վերջին պատգամիս մեջ ես փորձեցի ներկայացնել հայտնություն Հովանու առաջին գլխում մեջ Հիսուս Քրիստոսի նկարագիրը իր հատկանիշներով եւ ասենք թե այդ մեկը բանալին է հասկանալու հայտնություն Հովանու Քիրքը, որովհետև հայտնություն Հովանու Քիրքը ուղված է առաջ
հավատացյալներուն, ուղղված է առաջ եկեղեցիներուն։ Եվ հոն առաջին գլխում մեջ եւ երկրորդ գլխում մեջ հadouk ընդգծված չեշտադրված Հիսուս գներգայանա այս եկեղեցու առաջին խոսքը որ գուզե ասել Եփեսոսի եկեղեցու եւ ինձի եւ քեզի այսպես կսե անիգա որ իր այդ ցերկի մեջ 7 ասղեր ունի ու 7 ոսկեղեն աշտանակներուն մեջ գբդդի ինչ կտեսնենք ով հովիվ եւ անդամներ սիրելի եկեղեցիս սիրելի Եփեսոսի եկեղեցիս դուք իմ ցերկերուս մեջն եք Հիսուս իր պատգամը այսպես կսկսի Ես եմ ցեր պաշտպանը եւ բահաբանը դուք աշխարհի ճակատագրին չեք հանձնված աշխարհը չէ որ գորոշե ցեր ընթացքը ինչու որտեղ դուք իմ ցերկերուս մեջն եք Ինչպես թրջումը եւ վանտագին մեջն է, դանդիրոջ դան մեջն է, քիշադիշ թրջուններեն պաշտպանված է, նույնպես սիրելիներ մենք Քրիստոսի ցերկերուն մեջն ենք, պաշտպանված, պահպանված, Քրիստոս մեր վիճակը լավ կճանչնա, շատ լավ կհասկանա, խնամված, փառք Աստուծո եւ Քրիստոսի աչքեն սիրելիներ մենք չենք վրիբած Ամեն ամեն Քրիստոս տեսնում է եւ ճանաչում է մեզ Ինչ կտեսնե Հիսուս Քրիստոս Եփեսոսի եկեղեցու մեջ եղբայր Աբրահամ եկակու ակնարգիտ գսե Քիդեմ քու կորձերդ եւ քու աշխատությունդ ու համբերությունդ որ չարերուն չես կրնար դանիր ու փորձեցիր զանոնք որոնք կսեն թե իրենք արակյալ են չեն եւ կդարտե սդախոսեն Համբերություն ունենալով նեղություն գրեցիր իմ անվանս համար ու չթույլցար Եկեք սիրելիներ այս հրաշալի աշխատանքը եւ կորձոնեությունը համեմատենք կորձարակելոց 20-րդ գլխուն հետ 19-րդ գլխում մեջ կորձարակելոցի մենք տեսանք որ Եփեսոսի եկեղեցին ինչպես սկսավ հիմնավորվել Իսկ 20-րդ գլխում մեջ մենք կտեսնենք, որ Պողոս Արաքյալ 3 տարի ծառայել է ետքը, գանչած է եկեղեցու երեցները, իր հրաժեշտի խոսքի մեջ կներկայացնե իր աշխատանքը եւ ցույց կտա իրենց բարդականությունը, եկեղեցու երեցներուն բարդականությունը, եկեղեցու հանդեպ։ Կսե ըսկուշացեք ձեր անձերուն եւ հոդին, որ Սուրբ Օքին ցես դեսուչ տրավ։ Իմ երթալես ետքը հապշտագող կայլեր պիտի ելե եկեղեցու դեր եւ պաշտպան եղեք Ձեր ցերկերով աշխատեցեք եւ եկեղեցու ծանրություն մի ըլլակ օգնեցեք կարոտյալներուն Պողոս Արաքյալի ամենա աստեցիկ դբավորիչ հորթորը իր սրդահադոր եկեղեցին Եփեսոսին Եվ մեր դերը կնահատում է Եփեսոսի եկեղեցու հովիվին եւ իրենց կորձոնեության հայտնություն հովանուի մեջ, որովհետեւ իրենց կորձերը եւ աշխատությունը հիմնված էր Պողոս Արաքյալի պատվերներուն վրա եւ իրենք նրա մեջ բարդաջանաչ էին։ Քրիստոս ինչ կսե. Գիտեմ քու կորձերդ եւ աշխատությունդ։ Ինչ բաներ արած ես եւ ինչպես անում ես, գիտեմ Գիտեմ քո համբերությունը եւ գիտությունդ իրարու հանդեպ եղբայրներու հանդեպ եղած համբերությունը հանդուրժողությունը եւ գսե գիտեմ քո գիտությունդ որ դուք աստվածապանություն ունիք քրիստոսապանություն ունիք դուք հովվական աշխատանքի մասին լավ դերեկություն ունիք Հիսուս ասում է ես անում բոլորը գիտեմ իմ աչքերս չէ վիրված եւ գճանշնամ ձեր հավատքը Եվ ծեր դոգունությունը ինչպես հաստատուն մնացին պաշտպանելու քրիստոնեական վարդապետությունը, որովհետև այդ օրերուն Եփեսոսի մեջ բավական հերձվածողություններ, առասպելներ, սուտ եղբայրներ եւ այլն լիքն էին։
Այս բոլորը սիրելիներ Եփեսոսի եկեղեցու մեջ ներկա էր Հիսուսի աչքերով կորց աշխատություն համբերություն հավատք գիտություն բայց Հիսուս ասում է քու առաջվան սերդ թողուցիր ինչու դերը ասում է որ քու առաջվան սերդ թողած ես այսինքն Հիսուս չի ընդունում գոդրված սեր ասի արևելահայերեն բարես սիրելի դիտորդներ եթե դուք ինձ նման արևմտահայ կհասկանաք հոս մենք ես պիտի փորձեմ ասել հոս Եփեսոսի եկեղեցու սերը ցախողած էր մենք արևմուտքի մեջ դբրոցական քնության չենք ասում գոդրված է գսենք ցախողեցավ իր կնադագա Կարող ենք ասել իր տեղը զիջեց գործնական հաջողություններին ինչ որ ուներ Կգարձեմ որ եղբայրոս ինքը պետք եղած քնադագանը չէ հավաքած ես անանք կգարձեմ գոդրված է օրինակ ռուսական ռեժիմով 5-ի վրա նվազագույն 3 պետք է բերե չէ 3 բալ իսկ եթե 2 բերե ինչ կասե չանցավ քնությունը չտվեց այո քնությունը չանցավ չի հաջողվեցավ որովհետև իր սերը թողած էր եկեք շատ արագ մեզի համար շատ նշանավոր Կորինթացիս առաջի Կորինթացիս 10-րդ գլուխը երթանք սիրո նամակը հիմա մենք տեսանք որ Եփեսացիսը ունի կորց աշխատանք հավատք հաստատություն եւ նաեւ Պողոս Արաքյալն ինչ կսե եթե մարդոց ու հրեշտակներու լեզուներ խոսիմ եւ սեր չունենամ ես այն դվող բղինցի պես եղակամ հնչեցնող ձնձղաներու պես այսինքն եթե աս եկեղեցու անդամները որպես քրակետներ զանազան լեզուներ իմանային այդ օրվա դարածված լեզուն հունարենը, եբրայերենը, լատիներենը եւ խոսեին հրեշտակներու լեզու, երկնային լեզու, բայց եթե այդ մեկի մեջ սերը, Քրիստոսի սերը բագաս էր, դրանք բարձաբես ցայն էին եւ ոչ աստեցություն։ Ցայն տվող ծանծողա։ Կամ եթե մարգարեություն ունենամ ու հասկանամ ամեն խորհուրդ ու գիտություն եւ ունենամ հավատք ամեն լերները դեղափոխելու եւ սեր չունենամ ոչինչ է այսինքն եթե ասում է ով Եփեսոսի եկեղեցի դու որ ունիս աստվածապանական գիտություն դու որ կարող ես մարգարեական խորհուրդները մեկնել ինչպես Պողոս Արաքյալ կբացատրեր մարգարեության խորհուրդը որ էր Քրիստոս ծածկված էր բաց հայտնվեցա կամ եթե դու ունենաք հրաշագործության հավատքը այդ բարգևը միջև իսկ ամենամեծ արկեկները ծեր կյանք են գվերցնեք բայց եթե սեր չունենաք ոչինչ եք կամ եթե իմ բոլոր ստացվածքս աղքատներուն գերցնեմ եւ իմ մարմինս ալ այրվելու դամ օգուտ եթե սեր չունենամ օգուտ չեմ ունենալ հոս Արաքյալը գսե եթե դու ունենաս բացարիք կորձեր եթե դու ունենաս բացարիք աշխատանք բայց եւ անոնց մեծ սերը բագաս է դու Քրիստոսը չէ որ գներգայացնես Հակոբ եղբայր մի հարց տամ շարունակի ինտրիգային հարցի ասեմ տես ստեղ տարբերություն կա սեր չունենաս կամ չսիրես օրինակ Պողոսը չի ասում եթե չսիրես ասում եթե սեր չունենաս սրանք տարբեր բաներ են ունենալու մասին է խոսում եւ այստեղ Հիսուսն էլ ասում է քո առաջին սերը թողել ես չի ասում էլ չես սիրում դու թողել ես ինչ որ ոնց որ ինչ որ ունեցվածքի մասին ինչ որ միտք կա սրա մեջ թե ինչ կասես սեր ունենալը Հիմա Եփեսոսի այս տեսակ սերը կներես այս տեսակ սերը մենք կարող ենք կապել մարդկային սիրո հետ թե սա մի ուրիշ սեր աստվածային որ պետքա ունենանք կներես հարցս երևի թեմայի մեջ չի բայց հիմա Եփեսոսի եկեղեցու ուղված պատկամը որ Հիսուս ասում է քո առաջվան սերը թողուցիր հստակ էր որ
Եփեսոսի եկեղեցու հովիվի առաջի սերը աստվածահաճո էր։ Բոլոր սրտով էր, բոլոր հոգիով էր։ Շատ հստակ է։ Առաջվան բես չէ, առաջինը դարբեր էր։ Առաջին սերը Առաջին սերը։ Ինչպես դղամը առաջի անգամ գսիրահարվի մի աղջիկա հետևեն գքնա։ Ամեն ինչ վարդակույն գտնա մարդկային բացատրությամբ։ Եփեսոսի եկեղեցին սկիզբում ամեն ինչ անում էր Տիրոջ համար։ Բայց ոնց որ յետքը սկսավ մի բան անել մարդոց համար։ հենց էտա։ Ես Տեղը զիջեց։ Այո, քիչ հետ մի։ Բայց Գորոնթացիս եկեղեցին եղբայր ամենը մեղսալից պրոբլեմատիկ եկեղեցին է արաքելական նամակներու մեջ։ Զանազան խնդիրներ ուներ։ Փարոյական, նյութական, հաղորդության նկատմամբ, արաքյալին մերժած էին, թեև հարուստ էր բարգևներով։ Բարգևը ստացած էր, բայց ոնց որ իրենց մեջ սերը մարած էր, չէր մնացած։ Անոր համար Գորոնթացիս 13-րդ գլխուն եւ 14-րդ գլխուն մեջտեղը սերը գա։ 13-րդ գլուխը գխոսի բարգևներու մասին։ 13-րդի մեջ կբացատրի թե այդ բարգևները սիրով պետք է կործածվի։ 14-րդ գլխու մեջ կխոսի թե լեզուներու բարգևը պետք է ըլլա գարկ կանոնով, ինչպես որ ինքը բացատրում է։ Այսինքն բարգևին վրա իշխողը, դիրողը Քրիստոսի սերը պետք է ըլլա։ Սերը պետքա տիրի։ Այո, սերը պետք է դիրե եւ իշխե այդ եկեղեցու վրա։ Հիմա կալով մեր թեմային, որ Եփեսոսի եկեղեցու հովիվին սերը բացած էր։ Հարցումը, որ կփարշացնենք հետևյալն է։ Արդյոք ինչ պատճառներով այս հովիվին սերը բացեցավ, գոդրվեցավ, ցախողեցավ։ Եթե եւ որբեսի մենք մնանք աբահով ձիրի մեջ քննադատության չեր տանք սիրելիներ։ Սուրբ Գիրքի մեջ երկու մեծ առաջնորդներ կան։ Արգախ Քրիստոսը։ Հին ուխտի մեծակույն առաջնորդը Մովսես, նոր ուխտի մեծակույն առաջնորդը Պողոս Արաքյալ։ Եվ մենք կտեսնենք ըլլա Մովսես հին ուխտի մեջ, ըլլա Պողոս Արաքյալ նոր ուխտին մեջ փեռնավորված էին։ Շատ փեռնավորվեցան իրենց ծառայությամբ։ Հիմա եթե խոսենք ամեն ժամանակը անոր կհատկացվի։ Անոր համար հոթոր Մովսեսի աները ըսավ 70 հատ քեզի օգնական բաներ է։ Նույնպես Պողոս Արաքյալ գսե թե թողենք արդակին նեղությունները, բոլոր եկեղեցիներուն փերը իմ ուսերուս վրա գտիզվեր։ Երբ որ շատ փեռնավորվիս, գգկիս, գչոքիս, ծմերուկները եթե շատ վերցնես քու ցերկերուտ մեջ կսկսի տապտփիլ։ Եկեք ինձ բոլոր հոգնածներ։ Հավանաբարս եկեղեցու հովիվը որովհետև լավ կորձեր եւ աշխատանք ուներ, նեղություն գրելով համբերած էր, չարերուն թեմ բայկարած էր, հավատքի մեջ մնացած էր հաստատուն, հերու չէ, որ փեռնավորված էր, անոր հետևանքով ընկած էր այդ փորձության մեջ։ Եվ հավանաբար սիրելիներ, աստվածաշնչյան լույսով խոսում եմ, ինք բավարարը չափ չի քնահատվեցավ իր եկեղեցիու անդամներեն։ Մենք օրինակ բերում ենք Մովսես եւ Պողոս Արաքյալ։ Մովսեսը չի քնահատվեցավ։ Ժողովուրդը դրդնչեց, քանքադեցավ։ Ասեց մեզ մերցնելու համար անաբատ բերիր։ Այն աստիճան, որ Աստուծո փարգությունը փորփոքեցավ։ Պողոս Արաքյալ չի քնահատվեցավ։ Շատեր իրեն արաքելական իշխանությունը մերժեցին։ Եվ այսպիսի աստվածաշնչյան օրինակներ ունենալով, այս անգյունեն դիտելով, կրնանք մասա մոդենալ եզրակացության, որ հովիվը կամ անդամները կամ փեռնավորվեցան, կամ լիարժեք քնահատանք
չունեցան։ Այսինքն ինչ որ առանց սիրոյա միշտ հոգնեցնում է դա։ Դա բեռ է դառնում։ Ադի հետևանք։ Այո, եթե սեր չկա, բեռ է դառնում։ Անի գա հետևանք։ Ադի գա եղբայր գարձեմ հետևանք։ Հետևանք է, այո։ Հիմա որ աս հովիվները շատ հոգնեցան, կամ չի կնահատվեցան։ Հիսուս աս եկեղեցու ինչպես ներկայացավ։ Միշտ համարները իրար յետև թիդելու ենք եւ համեմատելու ենք։ Հիսուս աս եկեղեցու կներկայանա եւ գսե Տուն իմ ցերկերուս մեջն ես։ Հոգնած ես հանկիստը ցերկերուս մեջն է։ Չես կնահատված, կնահատանքս իմ գողմանես է։ Ես քեզ կճանչնամ։ Ես քեզ գոհոքամ, ինչպես որ հիշեցիր արդեն նշած է։ Քու հանկիստդ եւ կնահատանքդ ով Եփեսոսի եկեղեցու հովիվ ինձ մեգուկա։ Ամեն։ Դեսեք սիրելիներ, այն հովիվները եւ հավատացյալները, որոնք իրենց կնահատանքը գագնգալեն մարդոցմե, իրենք փորձության առաջ կանգնած են։ Եվ ասիկա հովիվներուն թիմագայելիք փորձություն է։ Երբ մենք կսկսենք մեր կնահատանքը սпасել մարդոցմե, ինչպես ասեցիր եղբայր, մեր սերը կսկսի վայրեջ կատարել։ Աստիճանաբար վարգիչն է։ Մարդիկ կամ հավատացյալներ աստվածագոչ հովիվին լիարժեք չեն գրնար կնահատել։ Այո։ Թյուրին չէ։ Այնպես ինչպես Աստված չեն կարող գնահատել։ Ինչպես։ Այնպես ինչպես Աստված է գնահատում, մարդը չի կարող այդպես գնահատել։ Այո, այն շուշտ։ Հին ուխտի մեջ Մովսեսին չգրցան կնահատել։ Այո։ Բայց դերը իրենք Մենք ասում ենք անշնորհակալ գործ։ Անշնորհակալ։ Արեմտահայերենի մեջ մենք կգործածենք աբերախտ։ Աբերախտ, անշնորհակալ։ Նոր ուխտի մեջ Էթանոսուտենե դարձած հավատացյալները Բողոս Արաքյալին չգրցան կնահատել։ Տեսեք սիրեներ, խնդրում եմ աս նախատասության, աս պարագրաֆին մի քիչ ավելի ուշադրություն դարձնենք։ Սիրելիներ, մենք մոռնալու չենք մեր ծառայության գոչումը, որպես ծառայողներ։ Եվ մեր ծառայության օրինակը մեր Փրկիչը Հիսուս Քրիստոս է։ Մարդիկ ալ Հիսուսին չգրցան կնահատել։ Եվ երբեք Հիսուս Քրիստոս մարդոցմե փառք չփնտրեց։ Մենք ծառայում ենք Քրիստոսի ցուցաբերելով մեր ծառայության սերը Քրիստոսի աշակերտներուն։ Մենք առաջ ծառայում ենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Մի հատ համար կա, կուզեմ հենց այս կոնտեքստի մեջ հիշեցնեմ, դա գրված է 2 Կորինթացիս 5:14-ում, ասում է, որովհետև Քրիստոսի սերն է մեզ ստիպում, շատ մոտիվացնում, զորացնում, որ մենք գնանք դա մեզ հաստատում մահվան քայլի, հա? Ամեն։ Շատ զորավոր խոսք է։ Եկեք սերը ստիպում է։ Եկեք նայենք սիրելիներ Բողոս Արաքյալի ծառայության, որ ինքը ինչպես ներկայացուց Եփեսոսի եկեղեցու։ Գործարակելոց 20:18։ Դուք գիտեք, թե առաջին օրեն իվեր ես Ասիա եկա, ինչպես ցեզի հետ վարվեցա բոլոր ժամանակը։ Ամենայն խոնարհությամբ դերոջը ծառայելով եւ շատ արցունքով ու փորձություններով ու հрьяաներեն նենկություններով, որ ինձի բադայեցան։ Ինչպես վախնալով փնավ ետ չգեցա օգտակար բաները ցեզի ըսել է ու ցեզի հրաբարագավ եւ դան մեջ սորվեցնել է։ Տեսեք սիրելիներ, մեր սիրո գշիրքը մեր սերը ինչպես կչափվի։ Մենք ինչպես կարանք մեր սերը չափել։ Մեր սիրո ծանրությունը ինչպես կարանք գշրել։ Ինչպես ոսկին փորձակարի գզարնվի։ Եվ իհայտ կուկա թե քանի դոգոս իր մեջ օդար նյութեր գբարունագե։
եւ իր քրատը քանի է 24-ի վրա 21 է 18 է եւ այլն որն է մեր սիրո գշիրկը փորձակարը որ հոն մենք կդեսնենք Ինչով կչափենք, ինչ չափորոշիչներով։ այո որ ինչ չափորոշիչներով կչափի մեր սերը այս հատվածը որ գարտացի կորձարակելոց 20-րդ գլուխ 18-ին 20 համարները դեսեք Պողոս Արաքյան ինչ կսե Ես ծեր մեծ ծառայեցի ամենայն խոնարհությունով Մեր խոնարհության իդեալը Քրիստոս է Եթե ոդնլվայի հատվածին նայենք Քրիստոս աշակերտներուն ոտքերը լված Ձարայի բարդականություն էր եւ հոն ինչ ասավ Մեգից մեկ սիրեցեք ինչպես ես ձեզ սիրեցի Սիրելիներ մեր սիրո չափորոշիչը խոնարհութեն են հարաճուկա Հոս խոնարհությունը որ ես ցեզ նմանեմ ես ցեզի համարեմ ես ցեզի հավասար եմ ես ծեր ծառան եմ Պետրոս Արաքյալ հովիվներուն պատկամ ունի որ գսե ոչ թե վիճակներու վրա դիրելով Վիճակներու վրա դիրելը կնշանակե եկեղեցու հովիվը կամ ովևէ առաջնորդ թիմացինին վրա իր իշխանությունը կբարդատրե, կփանեցնե, իշահ իր անձին։ Եթե եկեղեցու հովիվը մի բան գասե իշահ եկեղեցու աստուծո թագավորության, դա իշխանություն փանեցնել չէ։ Դա փնտրել է աստուծո թագավորությունը։ Բայց որ հովիվը մի բան կփանեցնե, մի բան կգնգալե, մի բան կխնդրե, իր անձին համար արդեն այնտեղ խոնարհությունը բացած է։ Պողոս Արաքյալ գսե ես ծեր մեջ ծառայեցի խոնարհությունով եւ երկրորդ արցունքով։ Հոգատարության, այսպես կարեկցության ինչ-որ Սիրո չափորոշիչներեն մեկն է սիրելիներ ներելն է։ Եվ Աստուծո ժողովուրդը անաբադի մեջ շեղվեցավ, մոլորեցավ, հորդ չինեց։ Աստված Մովսեսին ասավ՝ «Թույլ տուր ինձի ասկը փճացնեմ եւ քեզի մի հատ նոր մեծ ասկ անեմ»։ Մովսես Աստուծո առջև գեցավ, բարի խոսեց։ Եվ ասավ հար եթե գներես ները եթե չես ներեր զիս կենաց կրկետ ավրե Սիրելիներ մեր ծառայությունը մեր ներքին սենյակներու մեջ սկսվելու է զնգաճոք արցունքով աղոթելով այն հոդին այն խմբագին որում մեջ մենք ծառայելու ենք Ասի Մովսեսի օրինակը Հիսուս Գեթսեմանի մեջ քիդեր որ իր աշակերտները իրեն պիտի լքեն։ Եվ մի ժամ իր հետ չգրցան աղոթել։ Բայց Գեթսեմանի մեջ իր քահանայապետական աղոթքի մեջ իր աշակերտներուն համար բարեխոսական աղոթ գրավ։ Եվ վերջի բոլորին ասավ հայր թողություն դուր ադոնց սպասնձի չեն գիտեր թե ինչ կնեն։ Ինչպես Մովսես բարեխոսեց, ինչպես Հիսուս բարեխոսեց աղոթքով, Տերոջ առջև գնալով։ Սիրելիներ, երբ մենք արցունքով աղոթքի կյանք ունենք, մեր սերը չի բացիր։ Երբ մենք խոնարհությունով ծառայում ենք Քրիստոսի, մեր սերը չի բացիր։ Երբեմն մեր աղոթքները մեր շուրջն ապատտվում ավելի շատ, քան հիշում ենք կողքինին, որ իր համար են։ Մեր շուրջը կբդդվի, երբեմն աղոթքը քարոզ գլա, Ագոպոս Արաքյան գսե չարաչարնի, գխնդրեք չեգարներ, որտեղ չարաչար գխնդրեք։ Աբա կտեսնենք, որ Պողոս Արաքյալ Եփեսոսի եկեղեցու մեջ ծառայած է վախով, գսե ինչպես վախնալով։ Պողոս Արաքյալ ծառայեց Աստուծո երկյուղով, ամենայն զգուշությամբ եւ ամենայն իմաստությունով։ Զգուշ էր իր անձին, զգուշ էր իր քարոզած վարդապետության
եւ Բողոս Արաքյալ ծառայեց քո հունագությամբ փարապանությամբ 24-րդ համարը Քորձ Արաքելոցի 20-ին 24-ը տեսեք Արաքյալը ինչ կսե բայց ես բանի համար հոգ չեմ ուներ ինքը հոգ հներիկ բաճարներ ուներ բայց չէր անում եւ իմանցս ալ բատվական չեմ սեբեր միայն թե իմ ընթացքս ուրախությամբ կդարեմ ու այն ճաշտոնը զորդեր Հիսուսեն արի Աստուծո շնորհներուն աբեդարանին վգա ըլլալու ծառային խոնարհությամբ աղոթքով երգյուղով եւ փարապանությամբ այսպիսով սիրելիներ մենք մարդկանց ծառայած չենք ըլլար այլ մենք ծառայած կլանք մեր Փրկին Հիսուս Քրիստոսի եւ Եփեսոսի եկեղեցվո մեջ քաչալերական բաժինը այն է որ Հիսուս Քրիստոս իր հրեշտակին սպասավորին որու սերը բացած էր ապաշխարության արիտ տվավ ինգած էր սերեն պաստագավին Հիսուսի ցերկերում մեջներ Հիսուս խնդրում է սպասում է գանչում է որ վերաթարնանք մեր Փրկին սիրելիներ իրարու ապաշխարության արիտ տանք Հիսուս միջև այսօր ինձի ապաշխարության արիտ տված է երբեմն խոսքը լինի միջև երբ պիտի համբերեմ ես ասում եմ Հիսուս քեզի որքան համբերեց ես հալեբ ես պատկամը արի մի օր սի ամպերանքս չի մնաց երեց եղբայրս հաբա ասավ Հիսուս քեզի որքան համբերեց 7 անգամ 70 որքան ես համբերեց եկեք սիրելիներ Աստուծո փառք տանք որ մեզի արիտ տալիս է որ մենք ապաշխարենք եւ դագավին մեզ իր ցերկերուն մեջ բահում է Եփեսոսի եկեղեցին դագավին Քրիստոսի ցերկերուն մեջն է եկեք Աստուծո փառք տանք սիրելիներ որ Քրիստոս ճանաչում է մեր գործերը գիտի դեղյակ է շատ լավ գիտի իր աչքերեն չէ վրիված եկեք այսօր Քրիստոսի փառք տանք որ ինք մեզ գրգին հրավիրում է շարունակելու մեր ծառայությունը Արաքյալը գսե յետևի եղածները մորցած են Հիսուս ասում է էլի ոտքի գանքնիր էլի նորոգվիր էլի շարունակե նոր ուժով եւ նոր տապով չիգա կորձիշը որ սիրելիներ չէ ինգած ես իմանցես գիտեմ աս խոսքը ես իմանցիս կուղեմ միտե ես երբեք չինգա միտե երբեք չի ցախողեցա կավլիցի ամենքը սա դգարություններ ունեցանք բայց Հիսուս ասում է ոտքի էր դու իմ ցերկերուս մեջն ես եւ սկսեմ սիրելիներ բատկամս ամփոփել Հիսուս բատկամ ուղում է Եփեսոսի եկեղեցվո Հիսուս իր բատկամը ուղում է 7 եկեղեցիներում ասում է ան որ ագանջ ունի լսելու թող լսե թե հոգին ինչ է ասում եկեղեցիներում բատկամ Եփեսոսի բատկամ ինձի բատկամ անցյալին բատկամ ներգային եւ աբա Քրիստոս կխոստանա իր բարգեւադրությունը Եփեսոսի եկեղեցին եւ հաղթական դուրս գա ինչպես ներգայացավ ասես դու իմ ցերկերուս մեջն ես ասի Եփեսոսի եկեղեցու համար շատ մեծ նշանակություն ուներ ես գիտեմ եւ դու իմացիր որ իմ ցերկերուս մեջն ես ասի գամեք սկիզբը ավարտին գխոստանա Թուն գահախտես եւ գուդես գենատ ծարեն Նվիրված հովիվին եւ նվիրված հավատացյալին իսկական հոգիի բավարարությունը եգրի վրա չէ մարդոց մեջ է այլ դերոճմեն է պատրաստված է գենատ ծարեն եկեք այս խոստումով լույս արձակենք
Ինչու իր սերը բացած էր, Կենաս ծառից։ որտեղ ինքը իր եկեղեցիեն բավարարությունը չեր ստացած։ Իր մեջ փափակներ կար, որ ադի միան Քրիստոսով գահակենա։ Ճշմարիտ հավատացյալին փափակը, ճշմարիտ հավատացյալին բավարարությունը այս աշխարհեն չէ, եւ չկա բան այս աշխարհի վրա, որ կարող է հավատացյալին իսկական կոացում եւ բավարարություն պատճառել։ Նվիրված հովիվին ամենաթանկ ավտոն նվիր է։ Գիտեք ինչ կսե, էսի կսե իմ ծառայությունը Սուրբ Հոգիով չի անելու։ Սիգդանի գպերը։ Մի օր ժամացուց տեսա $2 1000 դրամի ժամացուց էլի ժամացուց կա $20,000 երկու նույն ժամն են ցույց տալիս միջոցը կմնա միջոց սիրելիներ միջոցը հավատացյալին բավարարություն չի գտնարել հավատացյալին բավարարությունը Սուրբ Հոգին է Այս կյանքի ծառը Գյանքի ձարն է, որ իր մեջ ինքն է Քրիստոսը ամեն տեսակ բդուղ ունի, ամեն տեսակ հոգի շնորհները քեզի կբա կատարյալ բավականություն կտա այո ճիշտ այդ է որ ուզում եմ ասել գենած ծառը մեր մեջ ամփոփչական լի արժեք բավարարություն է ուր հավատացյալը իր դերոճմով լի արժեք կոհացած է Կարող ասել ու կյանքի ծառը նաև դա խորհրդանիշն է խոսքի աստծո խոսքի Եղբայր ամեն լիություն է իր մեջ խոսքը ցանկը ամեն բան իր մեջ է Քրիստոս կոմեջ դե այսինքն մենք խոսում ենք ցանկի մասին այո չեմ գարալի արժեք բացադրել բայց հասկանում եմ փափակում եմ այն ցանկը որ Քրիստոս մեզի խոստացած է բոլորովին դարբեր է Սիրելիներ միշտ մենք մեզ համեմատենք ասյոթը եկեղեցիներ ունետ յոթը եկեղեցիները մեր եկեղեցական եւ մեր հավատքի ցանկի մեջ թող մեր աչքերեն չվրիբի իրականություն է մեր շուրջը շատ հավատացյալներ կան շատ եկեղեցիներ կան բայց եկեք մենք նայենք Աստծո խոսքը Այսօր եկեք մեր սերը համեմատենք Եփեսոսի եկեղեցու հետ եւ համեմատենք Քրիստոսի սիրո հետ Եվ դեսեք Քրիստոս մեզի ինչ կսե Մի քանիսս անգամ գրկնեցի էսի վերջինը Դու իմ ցերկերուս մեջն ես Սիրո գշիրքը քու խոնարհությունդ եւ աղոթքը դե Երգյուղը դե Փարապանությունը դե Տուն խոստում ունիս հասնելու գենատ ծարին Միշտ սիրելիներ Աստուծո բադվերներուն հետևած է խոստում Այսինքն Աստված ասում է որ դու ինձ համար ապրում ես զարայում ես ես քեզի անվարձահատու չեմ թողելու Ես եմ որ քեզ կկարողանամ վարձատրել Եկեք սիրելիներ աղոթենք որ մենք շարունակենք մեր հավատքի կյանքը ապրիլ եւ ծառայել մեր առաջին սիրով Երբ նոր ապաշխարեցինք ժամայցուցին նայում էինք պաշտամունքի ժամը մոդենում է վազելով երթում էինք բայց երբ քո սերդ սկսել է բաղիլ դու փնդրում ես բادرվակ պաշտամունքի չերտալ ասես հա կորց ելավ հա հյուրեր եկավ հա չկարողացավ բայց սկիզբում ամեն ինչ մեկ կողմ կթողնեիր վազելով գերտայիր սկիզբում եկեղեցում ասում էին ասա մի բան անեմ ես ուզում եմ ծառայել հիմա ասում ես թող ուրիշները ծառայեն սկիզբում ամեն ինչ Տերոջ համար էր բայց երբ սերդ բաղավ սկսար տեսնել թե մարդոց համար է Հիսուս ուզում է որ մենք իրեն ծառայենք այդ գրագոտ սերը որ դենում էինք միայն Հիսուս միայն Հիսուս միայն Հիսուս Դեր օրհնեցե շնորհակալ եմ որ միացաք եւ հետևեցաք Հարկեստեր Աստուծո օգնությամբ կփորձենք գրգին անգամ հանդիպելու ցեզի ներկայացնելու
հաջորդը Իզմիրնայի եկեղեցի։ Օրհնյալ մնաք։ Հակոբ եղբայր շատ շնորհակալ ենք, շատ կարևոր դուք ասպես հանդարտ խոսում եք, բայց մեր ներսը տակնվրա է լինում, որտեղ Աստծո խոսքը իրոք զորավոր է եւ մի արտահայտություն արեցի, որ շատ սիրեցի հասնելու կենաց ծառին։ Ամեն։ Հետաքրքիր է այս խոստումը Տերը վերջում է տանում տալիս Եփեսոսի եկեղեցուն եւ ինչու՞ չէ նաեւ մեզ հասնելու կենաց։ Հիմա ես մի ձևով ուզում եմ հարց ձևակերպեմ կամ մեզ բոլորիս հարց լավ մեր հաջողություններով մեր հոգևոր հաջողություններով ուր ենք հասնելու եթե ոչ կենաց ծառ Ահա, ամեն, այ ուր պիտի հասնի։ լավ ստացվեց ծառայությունը հարգանք եւ պատիվ ձեռք բերեցինք մարդիկ մեր ուսին թփթփ ասում են ժպտում են մեր դեմքին ուր ես հասնելու Աբրահամ այդ հաջողությունները ուր են տանում քեզ դրանք եւ սա շատ լուրջ հարց է որ իմ արժևելա դա բարձրանում ինձ համար ես ուր եմ հասնելու եթե սա ամեն հաջողությունները ինչ չեն հասցնելու կենաց ծառին ուրեմն ես չգիտեմ դա ինչ կարելի է բար դնել այդ տեսակ կյանքի համար ինչ վերնագիր Եթե գենաց ծառին չհասնենք հուսախաբության գա։ Միանշանակ Ինչպես այսօր շատ մոհովիրներ հուսախապ են։ Գուցե շատ հովիվներ, շատ ծառայողներ, այսպես ասած, հարբած են իրանց հաջողությունով։ Բայց այս հարցը, եթե անկեղծ լինենք եւ այս հարցը տանք մեզ խաբվածներից, ես իմ համար եմ ասում։ Սա մեզ կստափեցնի։ Սա մեզ այդ անկեղծությունը մեզ լուրջ ապաշխարության կտանի։ Եղբայր, եթե նկատեցիք Ես փորձեցի մնալ Եփեսոսի եկեղեցու մեջ նոր գդագարանի մեջ։ Ես իմ վերլուծումները շուրջի եւ իմ եկեղեցին օրինակներ չի բերեցի։ Փորձեցի դիտել կորց արաքելոցի մեջի Եփեսոսի կորձիչները իրենց նախկին կյանքը լույս արձակելով Քրիստոսի պատգամին, որը սա քո առաջվան սերը թողուցիր։ Ներկայացուցինք այս եկեղեցու հիմքը եւ արաքյալը իր ամենե նշանավոր խոսքը, որ գսե ես ծեր մեծ ծառայեցի խոնարհությունով եւ արցունքով։ Երանի իմ ծառայությունը միշտ լինի խոնարհությունով եւ արցունքով։ Սա էլ կուզեմ ավելացնել խոնարհությունը դա մի բան չի, որ հիմա կարող ենք անել դա լուրջ ուսումնասիրության սովորելու կարիք ունի, որովհետև Հիսուս ասեց, դու եթե ինձ գալիս ես ինձ, ուրեմն մեկ նպատակով պետք է գաս, որ սովորես լինել հեզ եւ խոնար։ Ինձ մեզ սովորեցեք, այսինքն ինչ ուզում ասի, եթե դու ուզում ես ինձնից ինչ-որ բան սովորես, ես չեմ եկել սովորացնելու, թե հրաշքները ոնց են կատարում, լավ քարոզներ ոնց են պատրաստում, դա չսպասես ինձանից։ Եթե գալիս ես, միայն մեկ բան ունեմ քեզ սովորացնելու՝ հեզություն եւ խոնարհություն։ Եվ անկեղծ ասած, շատ պահանջված թեմա չի սա։ Շատ սիրված թեմա չի շատերի համար։ Խուսափում ենք, փորձում ենք շրջանցել այդ կարևոր, կարելի ասել, շատ հույժ կարևոր, կենսական նշանակություն ունեցող այդ հոգևոր արժեքը։ Հիսուս մի դեղ ասեց՝ «Իզ մեզ սորվեցեք», երկրորդը չենք տենում, որովհետեւ հեզ եմ եւ սրտով։ Այո։ Շողմյան Աստված եւ Սուրբ Երրորդությունը փառավոր։ Փառքեստեր։ Շնորհակալ ենք Հակոբ եղբայր, Տեր օրհնի ձեզ շատ։ Դերոջ փառքի համար։ Եվ ձեր աղոթքով ավարտենք եթերը։ Աղոթենք։ Ուղերձնեք սիրով եւ աղոթենք։ Տեր Հիսուս, Հիսուս, Տեր Հիսուս։ Փառքեստեր։ Մեր հովիվը, մեր առաջնորդը, մեր ուսուցիչը, մեր քահանայաբեդը, փառքեստեր։ Մեր զորավարը տունես։ Խոնարհվեր ենք քու սիրույթ արջև։ Ինչպես եկար աշխարհ մեր ոտքերը լվալու, ինչպես եկար աշխարհ մեզի համար խաչը վերցնելու, խաչվելու խաչապայդին վրա, մեզի մեղքեր ու քավություն տալու։ Ինչպես սիրովը մեզ քեզի քաշեցիր, ընտրեցիր,
քու սեփականությունը տրիր Տեր Հիսուս օրհնում ենք քեզ փարապանում ենք բաշխում ենք մեծարում ենք քեզ գադարյալ ես ճշմարիտ ես հավատարիմ ես սուրբ ես ամեն Տեր ուխտ բահող դեր ես փառք ուդամ Տեր Հիսուս որ դու շնորհքի փրկիչ ես ամեն Տեր բարք ես Տեր երբեք չես թերակնահատում ինչ որ ուզում են քեզ համար անել Սակայն այսօր Տեր Հիսուս կանչում ես մեզ ապրելու քու սիրով ճշմարիտ եւ անգեղծ սիրով բարք ես Տեր Տեր Հիսուս կաղոթեմ այսօրվան խոսքդ քու բատկամը թրոշմե մեր սրդերում մեջ բացել ենք մեր սրդերը որովհետեւ մեզ լեցնես քու սիրովը ամեն Տեր խոստովանում ենք Տեր Հիսուս մեր բոլոր տերությունները մեղքերը մեր ցանկությունները որ հաջող աշխարհին նայեցանք մեր անձը փնտրեցինք ներեմեզի Տեր Հիսուս եւ այսօրվան բատկամդ որ մեզ դալիս է քաչալերանք մեզ դալիս է հույս մեզ դալիս է իմաստություն գրգին վերագանքնելու համար նոր ընթացքի թուր է սպասում օգնե Տեր Հիսուս վերաթարնանք մեր սիրույն, առաջի սիրույն, ճշմարիտ սիրույն, քո օգնությամբ, քանզի մենք ցախողված ենք, վերցուր մեզի Տեր Հիսուս։ Եվ խնդրում ենք քեզ Տեր Հիսուս մեզ քո բատկերին գերբարանագիցնես։ Օրհնե Armenian Gospel Radio-ի բոլոր ծառայությունները Բոլոր եղբայրներս, քույրերս, որոնք գալիս են իրենց վկայությունը պատկամը տալու օրհնելով օրհնես Իշես եղբայրս որ աս ծառայությունը վերցուցած է Տեր Հիսուս զորացուր իր ցերկերը լեցուր հոգիով Տեր Հիսուս հոգա գարիկները քո ջոխության չափով եւ շնորհ կրե Տեր Հիսուս որբեսի մինչեւ քու парավոր երկրորդ կալուստը սոցիալական հարթակի վրա աս ծառայությունը հազարավորներու փրկության հազարավորներու օրհնության եւ ավետարանի դարածման կուտակավորությանը դարածման ճշմարիտ վգա եւ ճշմարիտ միջոցը լա բահելով բահբանելով մեզ ամեն չարեն մեղքեն եւ ամեն կայտաղութենեն Հիսուս անունետ խնդրեցինք շնորհես մեզ եկնավոր Սուրբ Հայր ամեն 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 Փարտիրոջը Շնորհակալ ենք Հակոբ եղբայր այս բովանդակալից հարուստ պրոտեինով կերակուրի համար որ դերով տվեցիք մեզ իր խոսքից բաժնեկցելով մեզ եւ նորից մեր ուշադրությունը սևեռեցինք եւ սիրեցինք ծառայությունը որ լծված է Աստծո սիրով որն է խոնարհություն եւ աղոթք ինչպես շեշտեցիք այնպես որ Տերողնի եւ շարունակելու ենք թեման հաջորդը ուրեմն հաջորդը լինելու է զննող եկեղեցու հրեշտակի մասին այո կսպասենք քեզ քո լուրին երբ որ քեզ հարմար լինի գիտենք որ շատ ծառայություններ ունես եւ ժամանակի խնդիր բայց ամենայն դեպս շնորհակալություն ենք հայտնում որ ժամանակ եք գտնում գալիս եք Տերողնի պատխաբեր եղիր եղբայրս եւ հաջողված Քրիստոսում սելի քուրեր եղբայրներ այսպիսին էր մեր եթերը եւ մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին Մարանաթա Տերը շուտով գալու է Ժամանակը պիտի փրկես իզուր Շնորհակալ եմ ուչինքի ինչի վանդամ դա շատ վտանգավոր է Գիտես ինչքան լավ է որ երկրորդ մարդ աչքերը բացում առաջի հայացքը ողջույն Ծառան իր նման լինի Աստծո խոսքը խորում է բայց անդոք չէ մաքուր է Նրանց օրինակները մեզ խրատի համար են